Կան կարևոր կետեր, որ դուք կարող եք առանձնացնել դասյարակության մեջ թե որպես տեր հայր եւ թե որպես հայրիկ։ Ծնողների կյանքի մեջ ամենամեծ պատասխանատվությունը երեխաների ծնունդն է։ Եվ այստեղ միանգամից երևում է, որ դուք դեռ ամուսնացած չեք, որովհետեւ երեխաների ծնունդով ոչ միայն օրհնությունը եւ ընտանիքը ամրանում է, այլ նաեւ ամենամեծ խնդիրներն են սկսվում։ Ամենամեծ դժվարությունները գիշերները չքնել, իրար չհասկանալ, վեճեր, կռիվ, մանավանդ եթե Աստված տա այդ երեխաները շատ են, իրենց բոլորի ժամանակ հատկացնել, զբաղվել, տանել, բերել։ Ես երբեմն ինձ տաքսիստի կարգավիճակում զգում, որովհետև իրենց բոլորին պիտի հասցնեմ, մեկին կարատե, մյուսին շվի, այն մյուսին էստեղ։ Ուրեմն ինչպես որ օրհնություն է գալիս, այդպես էլ դժվարությունները շատանում են, որովհետև պատասխանատվությունը մեծանում է։ Բայց ամուսինները երկուսն էլ կարևոր մի որոշում պիտի կայացնեն, երբ որ զավակ են ունենալու, իրենք պիտի իրենց հարց տան։ Ինչու ենք մենք ուզում երեխաներ ունենալ։ Պարզապես մեր ցեղը կամ գերդաստանը շարունակելու համար, օրծերության մեզ մի բաժակ ջուր տվող ունենալու համար, որովհետև այսպիսի մոտեցումներ էլ կան։ Իմ ու իմ կնոջ ընկալումը երեխաներ ունենալու հետ կապված հստակ է։ Եթե ես զավակներ եմ ունենալու ու ամեն ջանք չեմ դնելու, որ իրենք հոգեպես, ֆիզիկապես, բարոյապես, մտավոր բոլոր առումներով ինձանից ավելի լավը չլինեն, մի քայլ դեպի առաջ չգնան, այդ դեպքում ինչու ենք զավակներ ունենում։